Ասում է, բազմաթիվ երկրներ հրաժարվել են մեզ սպառազինություն և տեխնիկա վաճառել, որովհետև համոզված են եղել, որ այդ զենքը կօգտագործենք մեր սահմաններից դուրս։ Սա բացի բառակույտ լինելուց, կարծում եմ նաև շատ խնդալու արդարացում է և մեծ սուտ։ Առաջ Հայաստանը տարբեր երկրներից ձեռք է բերել անհրաժեշտ զինտեխնիկա։ Եթե իր կառավարությունը չի կարողացել բանակցել բերել, վստահություն չի ներշնչել, կամ չի ցանկացել զենք բերել, կամ թույլ է եղել ու Ադրբեջանը կարողացել է իր կապերով ազդել այլ երկրների վրա, որ զենք չվաճառեն, դա բոլորովին այլ է։ Եղել է դեպք, որ Հայաստանը զենքի կարիք ունենա, ցանկանա սպառազինություն ձեռք բերել, օրինակ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից ու մերժում ստանա։ Ավելին ասեմ, քանի միլիոն դոլարի զենք է Հայաստանն Ռուսաստանի Դաշնությունից ստացել որպես նվեր։ Աշխարհի որևէ այլ պետությունից ստացել է։ Ֆրանսիայից վիլիսներ էին բերում, կարծեմ, ձրի էր։ Կար զենք, որը ուզում էիր ու չէիր կարող ստանալ քո ռազմավարական դաշնակցից, բայց նաև տարբեր երկրներից ենք զենք ձեռք բերել տարիներ շարունակ։ Այսինքն դուք չեք կարողացել բանակցել, չեք կարողացել ձեռք բերել զենք որևէ երկրից ու ասում եք չէին տալիս, որ երկրից դուրս չկրակենք։ Իսկ կարող է, որ սահմաններից դուրս կրակել չէին թույլ տալիս, դրա համար նախորդ տարվա ակցիաների ժամանակ երկրի ներսում կրակեցիք։ Բայց քանի որ նման արդարացում են մտածել, թե զենք չեն տվել, որ սահմաններից դուրս չկրակենք, բայց այդ դեպքում Ադրբեջանին ո՞նց են տվել։ Չեն վախեցել, որ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս կկրակի։ Ձախողումները հիմնավորել նման անիմաստ ձևակերպումներով ուղղակի խնդալու է։